Բարև ձեզ։ Դուք աշխատում եք։ Այո, աշխատում եմ։ Իսկ որտեղ։ Արաբկիրի թաղապետարանում։ Գոհ եք ձեզ ստացած աշխատավարձից։ Այո։ Այո։ Ինչ եք կարծում, սովետական տարիներին մարդիկ ավելի անհոգ էին, թե հիմա են ավելի անհոգ։ Այդ ժամանակ ավելի անհոգ էին։ Երբ հիմա։ Մեր ժամանակ անհոգ էին։ Ժամանակ։ Հիմա Ասում են այս ժամանակ աշխատավարձները մարդկանց հերիքում էին ապրելու համար, լավ ապրելու համար։ Հիմա ըստ հերիքում է։ հիմա որոշ մարդկանց համար հերիքում, հա, բայց դե Ձեզ հերիքում է։ ինչ հա։ Հա։ Իսկ ասում են աղքատությունը կարծես թե քչացել է, վերանում է։ Ըստ ձեզ աղքատությունը։ Դե գիտեք ինչ կյանքն էս բանա որ միշտ էլ աղքատներ եղել են, բայց ըստ քանակի, ըստ տոկոսի։ Այնպես որ մենք միջին տեղում ենք էլի որ աղքատության հետ կապված կամաց վեր ենք բարձրանում։ Իսկ ովքեր որ կրթություն են ստանում, ըստ ձեզ կարող են այնպիսի աշխատանք գտնել, որով ամեն ինչով իրենց ապահովեն ստացված կրթությունով։ Ոչ բոլորը։ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, ասում է այլևս արդեն խաղաղություն է եւ տեսանք մի քանի օր առաջ ադրբեջանցի Մուստաֆայևը եկավ Երևան եւ գործարանների հետ հանդիպում ունեցավ, չգիտենք ինչ պայմանավորվեց, քանի որ գաղտնի ինֆորմացիա է։ Դուք այս խաղաղության հավատում եք։ Որին խաղաղությանը հավատում եմ, որին պայմանավորվել են գործատերերի միասին համագործակցություն փոխանցել ապրանքները մեկը մյուսի նկատմամբ։ Դե գիտեք ինչ, կամաց կյանքը գալիս է առաջ, տաստված, որ այս խաղաղությունը իրոք իրագործվի։ Իսկ եթե օրինակ խաղաղությունը եղավ, սահմանները բացվեցին, ձուլում, վտանգ չեք տեսնում։ Ադրբեջանցու հետ պատրաստ եք կողք կողքի ապրել։ Ադրբեջանցու հետ ընկերություն երբեք չի կարելի անել, բայց կյանքն է ստիպում, որ նրանց հետ միասին մեր ոստիկանությունը պետք է շատ աչալուրջ լինեն, մեր ժողովուրդը պետք է չհիշեն ամեն ինչ։ Ճիշտ է, ինչ էլ որ անենք, միշտ կհիշվի։ Ադրբեջանը մի քիչ ուրիշ են։ Նրանց վրա չի կարելի ուզնել։ Ինչպես ասում են, շուրջը հետ բարեկամություն փայտը մի գցի։ Ինչ եք կարծում, մենք այդ փայտը մեր ձեռքից գցել ենք, թե չէ։ Չենք գցել, հələ որ չէ։ Չենք գցել։ Չէ, փայտը հələ դեռ բարակ է։ Հələ չի օգտագործվում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։